Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանն աշխատակազմի պատասխանատուների եւ ոլորտային բաժինների ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել համայնքային ենթակայության մարզադպրոցներում։ Նպատակը մեկն էր՝ սեփական աչքով տեսնել տեղական բյուջեի միջոցներով իրականացվող վերանորոգման աշխատանքներն ու գույքագրել դեռևս առկա խնդիրները։ Առաջին կանգառը Գյումրու սամբո ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոցն էր։ Տարիներ շարունակ այստեղ տիրել է խայտառակ կամ մխիթար վիճակ։ Չկային տարրական պայմաններ, հանդերձարաններ, ցնցուղարաններ կամ ջեռուցում։ Հայտարարություն էր, ոչ ռազիվալկա կար, ոչ դուշևոյ կար, ոչ տուալետ կար։ Այսօր պատկերն այլ է։ Տարիների անտեսվածությունից հետո մարզադպրոցում վերջապես ստեղծվում են արժանապատիվ պայմաններ։ Ամբողջությամբ նորացվել են դպրոցի հատակը եւ պատերը։ Նախկինում դպրոցը չուներ մարզիչների համար առանձնացված աշխատասենյակ, ինչն արդեն լուծված է։ Հիմնանորոգվել են սանհանգույցները, փոխվել են ցնցուղարանները եւ կարգավորվել է օդափոխության համակարգը։ Վերջացնում ենք արդեն Բաղնիկ զուգարանի հանդերձարանի շինաշխատանքները։ Ամենակարևոր հարցերից մեկը եղել է մեր վարչական շենքի ջեռուցման հարցը, որը մեծ գումարներ է 300 պլյուս քառակուսի ու ջեռուցման համակարգը ամբողջովին քաշված է։ Չնայած կատարված մեծածավալ աշխատանքին դեռևս կան լուծում պահանջող հարցեր, որոնք քաղաքապետին փոխարինողը խոստացավ պահել ուշադրության կենտրոնում։ Հին շիֆերները փոխելու անհրաժեշտություն կա, շենքը տեղումներից պաշտպանելու համար։ Նախատեսվում է փոխել նաև տրիբունաների հնամաշ փայտերը եւ թարմացնել բուն մարզադաշտը։ Ունենք աղջիկների համար նախատեսված հանդերձարան, դա էլ կարելի է նորոգել, տեսնենք, եթե գումարներ հատկացնեն, անպայման կանենք։ Պարոն Առաքելյանը խոստացավ, որ ամեն ինչ կարվի, ինչ գումարներ որ մեզ տան, մենք անպայման ամբողջությամբ կօգտագործենք ու կարգի կբերենք մարզադպրոցը։ Շրջայցի ընթացքում Ավետիս Առաքելյանը հատուկ շեշտադրեց աշխատակիցների կյանքի որակի բարելավումը։ Նա փաստեց, որ եթե 2012 թվականից հետո աշխատավարձերի միայն չնչին 10%-անոց բարձրացում էր եղել, ապա վերջին կես տարվա ընթացքում քաղաքային իշխանությունները կարողացել են այն բարձրացնել 56%-ով։ Առաքելյանի խոսքով սա հետևողական քաղաքականության արդյունք է, որը հնարավոր էր անել նաև նախկինում։ 2012 թվականից հետո երբևիցե եղել է բարձրացում աշխատավարձ։ Ինչքան քանի տոկոս։ 10%։ Մի անգամ 10%։ Լավ չէ, տարիներ չփորձած 56%։ Հանրապետության երկրորդ քաղաքն էր, կոպեկներ էին ստանում աշխատավարձը։ 8 տարի է, չգիտեմ ով ինչ եղել է։ Հետո էլ ավականունիստի բարձրացնում են, թե բանը գումարները դոտացիան ավելացրել է կառավարությունը, դրա համար է աշխատավարձերը կարողացավ դուք բարձրացնել։ Դուք եք բարձրացնել։ Այդ դոտացիան չկար շուտ։ Ապրես։ Բարձրացնել եք։ Այդ ով է ձեր ձեռքը բռնել։ Աշխատանքային շրջայցի հաջորդ կանգառը Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունարոմեական ըմբշամարտի մարզադպրոցն էր։ Այստեղ պատկերն ավելի քան խոսուն է։ Տարիներ շարունակ անտեսված են եղել նույնիսկ այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը մեծ ֆինանսական միջոցներ չէր պահանջում։ Պարզապես բացակայել է ուշադրությունը մարզիկների տարրական պայմանների նկատմամբ։ Հատակը լրիվ հող էր։ Այս պարամուտներն անցկացում էր հողի վրա։ Հիմա արդեն քաղաքապետարանի միջոցներով բետոնապատեցինք հատակը, լուսավորվածությունը շատ վատ էր։ Հիմա արդեն լուսավորվածությունը նորմալ է, ունի լուսավորվածություն։ Բաղնիկը ցնցուղների խնդրեմ կար։ Լուծեցինք այդ հարցը, նույնը կողքի տալիջում արդեն լուսավորվածությունն այնքան մութ էր, որ իրար լավ չէին տեսնի։ Շուտեկը փճանար այդ լամպուշկեքը, հիմա արդեն պարկասը ամեն ինչ լավ է, քաղաքապետարան օգնեց։ Մի պարամունքը գտեսնեք արդեն երեխաները հողի վրա չեն փարաբի, բետոնի վրա են փարաբի։ Մարզադպրոցում, որտեղ մարզվում է ավելի քան 200 երեխա, ներդրումների բացակայությունը զգացվում է ամենուր։ Ըստ ուսմասվարի վերջին տարիների ընթացքում որևէ էական փոփոխություն չի եղել։ Մի 10 տարի ես կհիշեմ, մնացածի չեմ հիշի։ Ինչևէ դες չեմ աշխատել։ Թեև լուծվել է ցնցուղների եւ լուսավորության հարցը, սակայն ցնցուղարանների ընդհանուր վիճակը դեռևս հեռու է բավարար լինելուց։ Այժմ ամենահրատապը օդափոխության հարցն է։ Որպեսզի խոնավոտը դուրս գա, եթե խոնավոտը դուրս գա, խոնավությունը քիչ կերնի, առողջությանն էլ է վտանգավորել, եթե խոնավությունը երեխան գիշնչի, լավ չէ։
Ավետիս Արաքելյանը տեղում ծանոթացավ բարձրացված խնդրին եւ վստահեցրեց, որ քաղաքային իշխանությունները հետեւողական են լինելու, որպիսի մարզաշխարհի ապագա աստղերը մարզվեն բարեկեցիկ եւ առողջության համար անվտանգ պայմաններում։ Շրջայցի հաջորդ կանգառը լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցն էր։ Այստեղի տարբերություն նախորդ հասցեների վիճակն ավելի բարվոք է, սակայն խնդիրներն ամբողջությամբ սպառված չեն։ Ինչպես նկատեցին ներկաները, գրեթե բոլոր մարզական կառույցների համար առաջին խնդիրը մնում է օդափոխության համակարգերի բացակայությունը կամ անսարքությունը։ Համար առաջ որտեղի խնդիրը վիճակացիան։ Ինչ ասում ենք, դիմում ենք համայնքապետարանին ու փառքաստու մեջում չեն ստանում։ Միշտ պատշաճ կարգի կարող ենք դպրոցը պահենք։ Անցած տարի լրիվ սաղ ամբողջ դպրոցը ներքին հարդարումներ է եղել, խոնավությունների համար սաղ դեմնառել ենք, այս տարի դա ծմերը լավ խոնավությունները դուրս տվավ ամենակարևորը։ Թե չէ վերանորոգման աշխատանքները ամեն տարի ես թարմացնում եմ պարդատիր։ Մարզադպրոցի տնօրեն Լյովա Հաշարյանը նկատում է, համայնքի հետ համագործակցությունը պատշաճ մակարդակի վրա է, իսկ մարզադպրոցն այս օրերին ապրում է նախամրցումային եռուզեռով։ Ապրիլի 1-ից 3 այստեղ կայանալու է Ծանրամարտի քաղաքի բաց առաջնությունը, որին հրավիրված են մարզիկներ Հայաստանի ամբողջ տարածքից։ Նման մասշտաբի միջոցառումը ենթադրում է նաև լրացուցիչ ծախսեր, որոնք քաղաքապետարանը պատրաստվում է հոգալ։ Հիմա լուսերն եք փոխել, մրցման ենք պատրաստվում, էլի մեծ ծախսերի հետ է կապված, որ նոր էլի ֆինանսավորեն, սաղ էլի պատշաճ կանենք։ Շրջայցի վերջին կանգառը քաղաքի միակ ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոցն էր։ Այստեղ իրականացված աշխատանքները տեսանելի են հենց մուտքից։ Խոնավությունից քայքայված պատերն այսօր ստացել են իրենց նախկին գեղեցկությունը։ Դրանք մարզիչների ու վարպետների ձեռքով թարմացվել են պահպանելով 5 գումարվա ոճը։ Այստեղից 200 պարկ շինարարական թափոն է հեռացվել։ Այս պատը ահավոր վիճակ էր, որպես 10 սանտի հեռացել է ու 10-15 սանտի հաստություն էր, 5 շինարարությունից մտածած նվերեր, միշտ ադոդվածությունը թոզի մեջ էր, խոնավությունը ամբողջ պատը կերել էր։ Վերջապես որոշեցինք դիմել քաղաքապետարան մեր սպորտի բաժինը մեզ աջակցեցին, գումար հատկացրեցին շինարարության համար։ 5 գումարվա գործ է, աշխատանք է, մարդկանց վարպետների գործ է, թարմացրել ենք ու պահպանվել է։ 2 պարն է փոխվել։ Մինչև հիմա ինչ որ դիմել ենք, ինչ հարցով դիմել ենք, դպրոցի համար կատարվել է։ Շնորհակալություն իրանց, շնորհակալություն, որովհետև խոսքը գործ կդառնա։ Այստեղ եւս օդափոխության հարցը մնում է օրակարգային։ Տարիներ առաջ տեղադրված փոքր օդափոխիչներն անօգուտ են, ինչի պատճառով խոնավությունն ու սունկը շարունակում են վնասել շենքը։ Կա նաեւ վթարային հարևան պատի խնդիրը, որը փլուզման դեպքում կարող է վնասել մարզադպրոցի տանիքը։ Գեր Արաքելյանը խոստացավ, որ սա մենք անպայման կաշխատենք այդ հարցով ու կուզենք անպայման սարքածելենք, որովհետև քաղաքի միակ ազատ ոճին Բշամարտի դպրոցն է։ Այս դպրոցը եւ աշխարհի չեմպիոնները տվել եւ Եվրոպայի մասնակիցների չեմպիոնները տվել։ Այս փոքր տալիջը, այս քաղաքի միակ ազատ ոճին Բշամարտի սիրտն է։ Ամփոփելով շրջայցը Ավետիս Արաքելյանը նշեց, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր 17 մարզադպրոցները լինելու են ուշադրության կենտրոնում եւ բյուջետային հատկացումները պետք է ծառայեն բացառապես նպատակին։ Մարզադպրոցներում կատարվել է շատ բարեխիղճ աշխատանքներ։ Մենք տեղյակ ենք, որ այսօր նաեւ սկսվում է մեծ թափով լողարանի շինարարությունը, որը մոտ 117 միլիոն է, 2 փուլային ընթացքով եւ գեղեցիկ սիրուն վերանորոգում է լողարանը, որ փորձենք մինչև մայիսի վերջ հունիսին արդեն մեր երեխաներին եւ մեր հանրությանը վերանորոգված գեղեցիկ լողարան մատուցենք։ Դա Գյումրու քաղաքապետի այցերից մեկն է եղել իր պաշտոնը ստանձնելուց հետո եւ անմխիթար մի այսպես խայդարակ վիճակ էր այդտեղ։ Ամբողջ աշխատանքները կայացնում են, ճիշտ է, էլի թերություններ շատ կան, սակայն մեր բյուջեի սուղ լինելու պատճառով մենք ինչքան կարող ենք այդ կանենք հատկացնում 13 տարի եւ շարունակ գումարներ չեն հատկացվել, հետեւողական ենք ամբողջ դպրոցներին, մարզադպրոցներին, որ մեր ցաները, որոնք բարձր արդյունքներ են ցույց տալիս տարբեր ոլորտներում եւ Բշամարտի եւ Ծանրամարտի եւ հրաձգության ունենան բարեկեցիկ նորմալ մարզադպրոցներ։
Քաղաքապետին փոխարինողը հատուկ ընդգծեց նաև սոցիալական բաղադրիչը, նկատելով, որ աշխատավարձերի 56%-անոց բարձրացումը վերջին 6 ամսում էական նշանակություն է ունեցել աշխատակիցների կյանքի որակի վրա։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ ճիշտ քաղաքականություն է ընտրել գյումրեցիների համար, դեռ մի տարի չկառավարած արդեն 56%-ով ընդանուր բոլոր կառույցների եւ վարչական շենքի եւ ինտեգրացիան տակ գտնվող բոլոր աշխատակիցների աշխատավարձները 56%-ով բարձրացրել են եւ դա էական լուրջ նշանակություն է տվել այդ մեր քաղաքացիների աշխատակիցների կյանքի որակի բարելավման վրա։ Վերանորոգվող մարզադպրոցների այցելությունները լինելու են շարունակական, ինչն ապացույցն է այն բանի, որ զգալի է համայնքի ամենօրյա աջակցությունը Գյումրու մարզական փառքը կերտողների հանդեպ։